իմ շատ սիրելի թեմաներից մեկն է ընտանիքը։ Ես շատ եմ սիրում ընտանիք թեման։ Մտածում եմ, որ մենակ ես չեմ այդպես։ Հա, կան մարդիկ, ովքեր սիրում են ընտանիքը։ Շատ հրաշալի թեմա է։ Ով կուզեր, որ այսօր էլ խոսենք ընտանիքի մասին։ Հրաշալի է։ Ուրեմն Աստված լսել է քո փափագը, դե համար սրտիս մեջ դրել է, որ շարունակեմ այն թեման, որ մենք անցած շաբաթ խոսացինք։ Ուրեմն մի փոքր կուզեմ անցած շաբաթ վերհիշենք, ինչի մասին խոսացինք, ով է հիշում ինչի մասին խոսացինք։ Ուրիշի հարցը ավելի քաղցր է, քան մերը, չէ, սենց ասացված կա։ Ու ի՞նչն է պատճառը, որ ուրիշի հարցը ավելի լավն է, որովհետև կենցաղ չենք կիսում։ Այո, կենցաղ չենք կիսում, ու Մատթեոս 6-րդ գլխում Հիսուսը ինչ ասում, որ մենք մտածում ենք, որ դա կարևոր չի, բայց շատ դա կարևոր թեմա է, որ երբ որ մենք մտածում ենք հոգսերի մասին, կենցաղի մասին, փոքր հոգսերը, փոքր կենցաղը գողանում է մարդուց ինչը խաղաղությունը, միաբանությունը, սերը, հավատքը, հարգանքը միմյանց հանդեպ, պատիվը, նաև ուրախությունը։ Այսօր խոսալու ենք ուրախության մասին։ Ձերնես իրականում եթե դա կարևոր չլիներ, Տեր Հիսուսը դրա մասին չէր խոսա ու չէր անդրադառնա, որ հոգս մի արեք, որովհետև նայեք ինքը օրինակաբերում թռչուններին, օրինակաբերում դաշտի ծաղիկներին, ու ասում է ես իրանց համար հոգ եմ անում, իրանց պահում եմ, իրանց կյանքը ոնց ասած ապրում են ու վերջանում ամեն ինչ լավ։ Առավել եւս ձեր համար կանեմ ես այդ հոգը, բայց դուք ինչ որ բան ունեք անելու, դուք ինքներդ ինչ որ բան ունեք անելու, ու Մատթեոս 6-րդ գլխի վերջին խոսքերից ասում է նախ դուք Աստծո արքայությունը փնտրեք եւ նրա արդարությունը, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Մի արեք այնպես ինչպես որ հեթանոսները, մի տարվեք հոգսերով, մի տարվեք կենցաղով, մի տարվեք կարիքներով ու կորցրեք ձեր խաղաղությունը, կորցրեք ձեր ուրախությունը։ Մենք մի երկու ծառայություն առաջ խոսացինք խաղաղության մասին, որ Տեր Հիսուսը իր խաղաղությունը մեզ որպես պարգև թողեց, որպես օրհնություն թողեց, ու այդ օրհնությունը մենք հաճախակի կորցնում ենք զուտ մանր բաներից։ Ու մենք խոսացինք պակասների մասին, որ շատ հաճախակի մենք նկատելով պակասները, ինչ չունենք, սա մեզ զայրացնում է, սա մեզ տխրեցնում է, սա մեզ ցածրացնում է, գողանում է մեր ուրախությունը։ Ու գիտեք, բայց երբ որ մենք նայում ենք ինչ ունենք, ոչ թե ինչ չունենք, այլ ինչ ունենք, սա մեզ բարձրացնում է։ Ու գիտեք, երբ որ մենք ման ենք գալիս այնտեղ, որտեղ ինչ չունենք, մենք սխալ տեղում ենք ման գալիս։ Որովհետև Աստծո արքայության մեջ պակաս չկա։ Հիսուս ասեց ամեն ինչից, դա հեթանոսներն են ասում, այսինքն անհավատները, ովքեր Աստծուն չեն հավատում, ովքեր Աստծուն չեն վստահում, իրանք են ման գալիս, այնտեղ որ պակաս է, որ չկա։ Բայց դուք աստվածապաշտներ, դուք Աստծո արքայությունը փնտրեք։ Ու ինչ է Աստծո արքայությունը։ Ամենից առավել փնտրեք Աստծո արքայությունը, ու դրանից հետո մնացածը ինչ որ կարիք ունես դու, ես քեզ կտամ։ Հռոմեացիս 14-րդ գլխում մեզ հայտնի է, թե ինչ է Աստծո արքայությունը։ Աստծո արքայությունը ուտելիք ու խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն։ Ինչպես, ինչով, ամեն Սուրբ Հոգով։ Տեսեք թանկագիններս, մենք ուզում ենք մեր կյանքի մեջ խաղաղություն լինի, ուզում ենք ուրախություն լինի, ուզում ենք հանդարտություն։ Ոչ մի մարդու կյանքը քաոս է, հաստատ ինքը չի ուզում այդ քաոսի մեջ ապրի, ու չի ուզում այդ քաոսը լինի թանկագինս։ Բայց գիտեք որն է ամենաբարդը, որ մարդը ուզում է իր կյանքի մեջի արդարությունը, խաղաղությունը, ուրախությունը ինքը կառուցի առանց Աստծո։ Ու դրա համար չի ստացվում։ Ինչ որ մի պահ կարծես թե ամեն բան լավ է, մեկ էլ փլուզվում է, մեկ էլ քանդվում է, ու տենում ես կարծես թե մարդը երջանիկ ապրում է,
ուրախացել է, ամուսնացել է իր սիրված տղայի հետ, իր երազած աղջկան առել կամ չգիտեմ, ընտանիք է կազմել, ամենաերանելի ընտանիքն են ու ապրում են ու մեկ էլ տենում ես մի օր հոպ քանդվեց այս ընտանիքը, բաժանվեցին։ Ինչն էր պատճառը, ինչ եղավ, խի, որովհետև փորձել էին այդ ուրախությունը, խաղաղությունը, արդարությունը կառուցել առանց Սուրբ Հոգու։ Թանկագիններս շատ կարևոր է, որ մեր կյանքի մեջ ամեն հարաբերությունների, ամեն ստադիաների, ամեն ընթացքի մեջ կարևոր է, որ մենք Աստծուն տեղիք տանք, Աստծուն թույլ տանք ու Աստծուն թույլ տանք, որ ինքը միջամտի մեր կյանքի մեջ։ Դու գիտեք, որ ինքը ամենա ջենտլմենը Աստվածն է։ Գիտեք, երբևիցե ինքը ոչ միտեղ առանց հրավիրելու չի գնում։ Երբևիցե ինքը ոչ մի հարաբերությունների մեջ, ոչ մեկ մարդու կյանքի մեջ առանց խնդրելու չի խառնվում, չի մեջամտվում։ Ինքը այդպիսի Աստված է։ Բայց որտեղ իրան կանչում են ու աղաղակում են իրան, ինքը այնտեղ կա, ինքը դրա մեջ կա։ Դրա համար կարևոր է թանկագիններս մենք հիշում եք անցած անգամ 3 պատիկ թելը, որ ցույց տվեցի։ Շատ կարևոր է, որ եթե մենք ուզում ենք մի բան պինդ լինի, մենք Աստծուն պետք է երրորդ մասնիկ անենք։ Եթե մենք ուզում ենք, որ ընտանիքը պինդ լինի, մենք Աստծուն պետք է երրորդ մասնիկ անենք այդ ընտանիքի։ Ու մեր կյանքի մեջ չի կարա լինի արդարություն, խաղաղություն, ուրախություն, եթե Սուրբ Հոգու միջամտությունը չկա, եթե Աստծո ներկայություն ու միջամտությունը չկա մեր կյանքի մեջ, թանկագիններ։ Ուրեմն հիմա սիրելիներս մի փոքր կանդրադառնամ ընտանիքի նորից տղամարդ-կին հարաբերությունների։ Ես գիտեմ բոլորից շատ դուր է գալիս, ինձ էլ է շատ դուր գալիս, թանկագինս, որովհետև շատ հետաքրքիր թեմա է էսի ու շատ կարևոր թեմա է, որովհետև թանկագիններս նորից եմ ասում, եթե ընտանիքը ուժեղ է, եկեղեցին ուժեղ է, եթե եկեղեցին ուժեղ է, հասարակությունն է ուժեղ։ Ուժեղ ընտանիք, ուժեղ հասարակություն, լավ ասենք ասենք։ Եկեղեցին էլ է հասարակություն, ուժեղ ընտանիք, ուժեղ հասարակություն։ Ու դրա համար սատանան միշտ իր հայացքը, ծրագրերը, նպատակները, բոլոր այդ իր դրոնները ինքը միշտ ուղղել է ընտանիքների վրա։ Ընտանիքի միաբանությունը քանդելով, գիտեք, կարան մարդիկ միասին ապրեն 20 տարի, 30 տարի, 50 տարի, կարան միասին ապրեն, բայց իրանք միաբան չլինեն։ Կարան լինեն ամուսիններ, ԶԱԳՍ-ով, օրենքով, 2 ԶԱԳՍ-ով, 2 օրենքով, եկեղեցու պեչատով, բայց իրանք միաբան չլինեն։ Ինչի համար, որովհետև հարաբերությունները տղամարդու եւ կնոջ հավասարի չեն, որովհետև հարաբերությունները տղամարդու եւ կնոջ կառուցողական չեն, ճիշտ ընթացքի մեջ չեն։ Նորից ասեմ, սիրելիներս, գիտեք, մարդը շունչ հոգի մարմին է, չէ՞։ Մարդը ստեղծվեց, չեմ ուզում սա վրա խորանամ, ստեղծվեց հողուց, հետո Աստված իր շունչը փչեց, մարդը դարձավ 3 անց, շունչ հոգի մարմին։ Հոգին էդի Աստծու կողմից մասնիկա, որ դրած է մարդի մեջ, որ այս մարմինը ֆիզիկականն է, ինքը կյանք ունի, երբ որ հոգին դուրս է գալի, կյանքը մեռնում է, մարմնավոր, շունչը էդի մեր անձն է, մեր միտքը, մեր բնավորությունը, էլ ինչը, մեր զգացմունքները, զգարանները, ինչը որ անտեսանելի ներկայացնում է մեզ, եւ մարմինը այն շոշափելին մի քանի օրգաններից կազմված անձը։ Հիմա տեսեք թանկագիններս, երբ որ մարդը լինի կին թե տղամարդ, ինքը կապ չունի, երբ որ ինքը ուզում է յուրաքանչյուր մարդ, ինքը ուզում է բավարարվածություն, ինքը ուզում է լինի Աստծո արքայությունը ուզում է լինի իր մեջ։ Ու էդի բավարարվածությունն է իրականում։ Ուրեմն այդ արդարությունը, յուրաքանչյուր մարդ ուզում է արդարության մեջ ապրի, խաղաղության եւ ուրախության։ Ու տեսեք սիրելիներս, շատ ժամանակ հոգին երրորդ անձը մի կողմ է մնում, առանձնացնում են իրան, առանց Աստծու փնտրում են այդ խաղաղությունը, ուրախությունը ու արդարությունը։ Ոմանք փնտրում են թմրանյութերի մեջ, ոմանք ալկոհոլի մեջ, ոմանք տարբեր զվարճանքների մեջ,
ու հաջողություններ, ֆինանսներ, պաշտոն, փառք եւ այլը, բայց ինչ որ Աստծո հետ կապ չունի թանկագինս, էսի ժամանակավոր է։ Հասկանում ես, հավերժական չի, ժամանակավոր է, ու ինքը կայուն չի, ինքը փլուզվող է, ինքը քանդվող է։ Ու դրա համար մեկը տենում ես մարդը հարստության մեջ, բայց դժբախտ։ Ինձ անկեղծ եմ ասում, ինձ այդ հանդիպել է այտենց պահել, թե տղամարդը, թե կինը, այնց հա որ իմ գործի բերումով ես շատ տարբեր ոնց որ ասած սոցիալական կարգավիճակի մարդկանց հետ եմ շփվում, մինիստրներ, պրեզիդենտներ, հասարակ բանվորներ եւ այլն։ Աստված օրհնի բոլորին։ Ու գիտեք, ամենահետաքրքիրը որն է այս ամեն ինչի մեջ, որ նայում ես առաջի հայացքից, կարծես թե ամենաերջանիկ ընտանիքն է, ամենաերջանիկ տունն է, в общем, Երանի այս, բայց հետո որ արդեն ծանոթանում ես, մի քիչ սկսում ես շփվել բան, թե կինը, թե տղամարդը տենում ես դուք իրանք առանձին են։ Ինչ որ բան է։ Կարող է աղոթենք իր համար։ Արթուր ջան գնա ճանապարհի արի, Աննա ջան գնա։ Հալելույա, եկեք աղոթենք իր համար։ Ամենազոր արքա, մենք քո առաջ ենք բերում մեր քույրիկին Տեր իմ Աստված, մեր ալվարդ քույրիկին քո առաջ ենք բերում Տեր եւ խնդրում ենք քո զորությունը Տեր իմ Աստված կպնի իրան Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Սուրբ Հոգի խնդրում ենք զորացնես մեր քույրիկին, քաջացնես, կարգավորես Տեր իմ Աստված եւ ամեն թուլությունը թող գնա Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն թուլությունը թող գնա եւ թող քո զորությունը գա Սուրբ Հոգի եւ քո կարողությունը եւ ամբրացրա մեր քույրիկին Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն վտանգը թող հեռանա։ Ամեն վտանգը, ամեն հարձակումները սատանայի մենք կանգնում ենք դեմ եւ արգելում ենք Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ ասում ենք Սուրբ Հոգի քո արքայությունը, քո հպումը, քո ուղակի քո ներկայությունը թող լինի ու քաջացնի մեր քույրիկին։ Հռչակում ենք։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Վերադառնանք խոսքին, թանկագինս։ Ուրեմն նայում ես առաջի հայացքից շատ երջանիկ են, բայց հետո երբ որ շփվում ես թե տղամարդը, թե կինը, իրանք աշխարհի մեջ են, իրանք երազանքների ու իրանք շատ դժբախտ են զգում։ Ասում ես ինչն է պատճառը։ Ու հետո գիտեք շատ ժամանակ գալիս է պահեր է լինում, երբ որ մեկ էլ հոբ բաժանվում են։ Շփվում եմ, խոսում եմ, ինչն է պատճառը, ինչ է եղել, ինչի համար։ Ասում եմ մենք էլ իրար չենք հասկանում։ Մենք էլ իրար չենք կարում տանք այն ինչ որ սիրելիներս, երբ որ մարդը իր կյանքի մեջ լինի տղամարդ թե լինի կին կարևոր չի, երբ որ ինքը կորցնում է իր դիրքերը, որ պետք է ինքը որտեղ որ լինի, ինքը էլ տալու բան չունի, որովհետև ինքը իր դիրքերի մեջ չի։ Եթե տղամարդը կորցրել է իր տղամարդկությունը, կինը իրանից էլ ինչ վերցնի։ Եթե կինը կորցրել է իր կանացիությունը, տղամարդը էլ ինչ վերցնի։ Դրա համար շատ կարևոր է, որ ստեղ երկու սերն էլ, որովհետև Աստված, գիտեք, կանայք կան տղամարդու պես են, ու Աստվածաշունչը խոսում է, որ ինքը դրան դեմ է։ Տղամարդիկ կան, որ կանանց պես են, այդ էլ է սխալ։ Տղամարդը պետք է լինի տղամարդ, կինը պետք է լինի կին։ Ու Աստված իրանց այդպեսին ստեղծեց։ Ու տղամարդը ունի տղամարդու բնավորություն, կին ունի կնոջ բնավորություն, որ այդ բնավորությունը կնոջը կանացի է դարձնում, իսկ տղամարդու տղամարդկությունը էսի չի, կամ բղավելը չի, կամ կոպիտ կնոջ հետ շփումը չի։ Ոչ էլ կնոջինը ամեն ինչ անի, որ տենան, որ ինքը իրան չի ենթարկվում։ Չգիտես խի կանայքը այնց են ուզում իրանց բաներին ցույց տան ընկերների շրջապատին, որ հայ մարդսա, բայց մեկ այ մասասն է։ Հասկանում եք, էսի չի։
Սրա մեջ չկա միաբանություն։ Թանկագինես, հիմա տեսեք Աստվածաշունչը ինչ է խոսում նրա մասին, թե ինչպիսին պետք է լինեն ամուսինները։ Նույնպես էլ դուք ամուսիններ տղամարդկանց է ինքը խորհուրդ տալիս։ Նրանց հետ խոհեմությամբ ապրեք, կնոջը որպես ջուրաբեկ անոթի վերաբերվեք, պատվեք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցներ, որպեսզի ձեր աղոթքներն արգելք չլինի։ Թանկագիններս, տղամարդկանց դիրք է տալիս Պետրոսը, առաջի Պետրոս 3-րդ գլխի 7-րդ խոսքը, կներեք, մոռացա ասեի։ Հիմա տեսեք թանկագիններս, ասում է համերը, թե ինչ է այստեղ, կարանք մենք հասկանանք, ոնց հավասարի։ Ժառանգակիցը գիտեք ինչ է, որ ինչ ինձ է վերաբերվում, նույնը իրան է վերաբերվում։ Այսինքն, եթե ես իմ պատվի մասին եմ խոսում, իմ հարգանքի մասին եմ խոսում, այդ նույն պատիվն ու հարգանքը իրան էլ է վերաբերվում։ Ու գիտեք նաև ստե ինչ ասում, տեսեք, տղամարդուն չի ասում, որ դու ես ջուրաբեկ անոթը, այսինքն թույլ կողմը, slabé звено, թույլ կողմը, ջուրաբեկ անոթը, դա գիտեք ինչա, որ մի հատ կոլբա, որ անոթ կա, բաժակ, որ իրան գցես ինքը 1000 կտոր կլինի։ Այդ են ծանոթակին, ու ասում է, այդ են զգուշությամբ իր այդ վերաբերվի, որովհետև ինքը քո հետ ժառանգակից է, այն շնորհի, որ Աստված քեզ տվել է։ Հիմա հասկանում եք, եթե այս կարևորությամբ ամուսինը վերաբերմունք ցույց տա իր կնոջ հանդեպ, երբևիցե տան մեջ չի կտրվի, այն ինչ որ հետո ասում են կորցրել ենք։ Ու հետո տեսեք ինչ է ասում, որ այդ վերաբերմունքը, տղամարդու կնոջ հետ վերաբերմունքը, ինքը մեծ ազդեցություն է թողում աղոթքի վրա։ Որ քո աղոթքներին արգելք չլինի, դու մի հատ վերաբերմունք պետք է ունենաս, մի հատ ձև պետք է ունենաս քեզ պահելու։ Հասկանում եք թանկագիններս, շատ ժամանակ մենք աղոթելս չի գալի։ Չի գալի, որովհետև ուրախություն չկա, որովհետև միաբանություն չկա։ Սիրելիներս, մարդիկ փնտրում են դիրք։ Ես տան պապան եմ, ես քո մարդն եմ, քո գլուխն եմ։ Գիտես, այս դիրքը, որ երբ որ մարդը փնտրում է, ինքը փնտրում է դիրք, որ իրան ծառայեն։ Հասկանում եք։ Ես տան կինն եմ, ես պիտի սիրված լինեմ, հարգված լինեմ եւ այլն։ Այսի դիրքա, որ մարդն է փնտրում, մարդկայինն է։ Մարդկայինն է, Փառք Հիսուսին, Տեր օրհնի զորացնի քույրիկիս։ Շատ զորավոր անձնավորություն է մեր Ալվարդկուրը, ամեն։ Փառք Հիսուսին, Տեր օրհնի քեզ գանձս։ Ապրես։ Հիմա տեսեք թանկագիններս, կինը, որ ասում է ես կինն եմ, ինձ չեն լսում, ինձ չեն հարգում, ես ընդունված չեմ եւ այլն, այսի մարդկային դիրք է, որ կինը փնտրում է, որ իրան ծառայեն։ Բայց Աստվածային դիրքը գիտեք որն է։ Աստված մի հատ դիրք ունի։ Ինչ անեմ, ոնց անեմ, ես անեմ։ Հասկանում եք, այս դիրքից եթե մենք մոտենանք թանկագինս, Աստվածային դիրքից, նայեք, մենք Աստծո արքայությունն ենք ուզում, բայց մարդկային դիրքը պետքա չլինի, ես տղամարդն եմ, ես գլուխն եմ, ես օգնական եմ, ես եմ, ես եմ, էսի չպետք է։ Լավ, թանկագինս Աստված Ադամին ստեղծեց որպես գլխավոր, գլուխ, եւ այն ստեղծեց նրան օգնական։ Թանկագինս, եթե Ադամը ծառայ է, Եվան ծառայի օգնականն է։ Եթե Ադամը դիրքավորված է, ավտոմատ Եվանն էլ է դիրքավորվում։ Հասկանում եք։ Հիմա եթե բանը լեր շատ պատասխանատվություն, ես ներողություն եմ խնդրում եղբայրներից, ինձանից էլ, բայց էսի ճշմարտությունն է։ Աստված մեզանից է պահանջում ավելին, որովհետև մեզ է տվել այդ պատասխանատվությունը։
Ու շատ ժամանակ որովհետև մենք մեր դիրքերում չենք, ծառայի դիրքում, այլ մենք թագավոր ենք ուզում, պապա, գլուխ եւ այլն, ինչ որ դիրք, որ մեզ ծառայեն։ Հասկանանք, հակառակողը նույն բանի մեջ է, ինքը պետք է օգնի։ Ինքն էլ իր դիրքերի մեջ է։ Ստեղ է հակառակությունները ծնվում, սիրելիներ։ Դրա համար եթե ես ուզում եմ ծառայեմ իմ ընտանիքին երեխեքիս համար կյանքս կտամ, բայց դրա կնոջ մասին է ասում։ Ասենց է։ Լսի։ Կամ որ ասում են երեխեքիդ է շատ սիրում, թե կնոջը։ Լսի երեխեքիդ ո՞ս կարաս կնոջդ նման սիրես։ Այս գասմունքները, որ ես իմ կնոջ հանդեպ ունեմ, ես ոչ մեկի հանդեպ չունեմ։ Ու իրավունք էլ չունեմ ունենամ։ Հասկանանք, չի ամեն։ Խառնում ենք իրար։ Չի կարելի։ Չի կարելի, թանկագինս։ Դրա համար սիրելիներս, երբ որ Աստվածայինը մենք պահում ենք այս ամեն ինչի մեջ, հենց այդ կենցաղի մեջ։ Ամեն ինչը գնում է իր տեղը։ Մայրիկին սիրում ես որպես մայրիկ, քույրիկին սիրում ես որպես քույրիկ, աղջկան որպես աղջիկ, կնոջդ էլ որպես կին։ Ու բոլորը առաջի տեղում են։ Առաջի լեզիներն են։ Ու էսի է ճիշտը։ Ոչ մեկ անտեսված չի, ոչ մեկ չսիրված չի, ոչ մեկ չլսված չի։ Բոլորը իրանց տեղում են համար առաջինը։ Ամեն։ Հալելույա։ Գնանք առաջ, սիրելիներ։ Դրա համար սիրելիներս, մեր հոգսերը մեզ ծանրաբեռնելով կարան իրանք պատճառ դառնան։ Ուղղակի, որ մեր սիրտը նեղվի ու մեր սրտից գնա ուրախությունը։ Երբ իրականում սիրելիներս, երբ որ մենք ասում ենք, որ մեզ կերակրողը մեր Աստվածը, մենք հավատում ենք դրան, որ ես չեմ ապրում գոյատևում, որովհետև ես աշխատում եմ, աշխատանք ունեմ, կամ լավ ժառանգություն ունեմ թողած ծնողներից կամ բարեկամներից, այլ ես ապրում եմ ու աշխատում եմ, որովհետև Տիրոջից ինչ որ բան ունեմ։ Այսօր մեր Լիլիթը ասեց, այն ինչ որ ես ունեմ, առաջից քոնն էր, քո մոտ էր։ Այո, սիրելիներս, մենք ինչ ունենք, դա մեր շնորհը չի, դա Աստծունն է։ Մենք ոչ մի բան չենք վերել այս երկիր։ Ինչքան էլ այսօր իմաստուն լինենք կամ երկրներ գրավենք, միևնույնն է, մենք ոչ մի բանով ենք եկել։ Ու ամենը Աստծուն է եղել, ամենը արդեն Աստված արել է ու ստեղծել է։ Ու դրա համար մենք պետք է մեր ոնց ասած, երբ որ մենք մեր տեղն ենք մնում, այն ժամանակ Աստված բարձրանում է։ Երբ որ մենք մեզի սկսում ենք բարձրացնել, այդ վաղ Աստված մի քիչ դժվարանում է մեր կյանքում բան անել։ Դե ասում է, դե այնա դու գլխի ճարը լավ էլ տենում ես էլի։ Դες ինչ ես անում։ Մի անգամ սերներս, մի հատ քույրիկ եկավ ինձ ասում է, Հովիվ ջան, կաոթես իմ համար։ Ասում եմ, ինչ ա եղել։ Մի քանի տարի ամուսնացել էր, ասում է։ Ասեմ ամուսնացած էր իր սիրած տղայի հետ, երազած եւ այլն։ Գիտեք, առաջի հայացքից ոնց որ երջանիկ են, ամեն բան լավ է, հավես է, սիրուն է։ Մեկը ասում է, կորցրել եմ առաջի ուրախություն չունեմ, լիարժեք, լիակատար ուրախություն։ Ամարտ ասում եմ, մարդիկ вообще-то ամուսնանում են, որ ասում է, վերեց որ ուրախությունը կատարյալ լինի, չէ՞, հիշում եք, որ Ադամը տխուր էր, անցած ծառայության դրա մասին խոսած։ Ասում եմ, ոնց ուրախությունը կատարյալ չի։ Հիմա գիտեք, որն ամենահետաքրքիրը սիրելիներս, որ հոգսերը այնքան են ծանրաբեռնում մարդուն, մանր-մունր բաները, որ մարդը երբ որ կորցնում է իր տեսողությունը, թե ինչեր ունի, ինքը նայում է պակասներին։ Ու գիտես, այդ պակասները տանում է ուրախությունը մարդու։
Ես ձեզ մի բան էի խնդրել, որ դուք անեք, ով արել։ Կտակ ինձ այդ թղթերը, խնդրում եմ։ Հիմա տեսեք, սիրելիներս, Աստված ասում է շնորհակալություն, 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 շնորհակալություն։ Լիդա ջան, կհավաքես բոլորից բերես։ Ընդ հետևներից հավաքի բեր։ Հիմա տեսեք, սիրելիներս, Աստծո խոսքը ասում է ամեն բանի համար գոհացեք Տիրոջից։ Ամեն բանի համար գոհացեք Աստծուց։ Փիլիպպեցիս 4:4 Ժոզեֆինայի սիրած տեղը։ Աստվածաշունչ գիտի, մի տեղ անգիր։ Սա աղախտ երեխեքի հետ է, բա ինչ սովորել։ Ինչ իմանա։ Միշտ Տիրոջով ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Էսի շատ լավ պատվիրենն է, որը տենց էլ հաստատ երկինք հասնող ենք։ Շնորհակալ եմ, բոլորիցը շնորհակալ եմ, Տերը օրհնի գանձեր։ Եթե ինչ որ մեկը կար, որ կուզեր, որ գրեր կամ չգիտեր էս ինչ էր, ես խնդրել էի, որ ամեն մեկը գրի 10 ավել, ինչպես։ Չէ, հիմա մի արտագրի, հետո լավ, հիմա քարոզը լսի։ Էդի դիրմիկում։ Սիրելիներս, գրեք 10 ավել, մինիմում 10, 10-ից ավել կարակ գրեք, 10 լավ բան, ֆիզիկական, նյութական, ինչ որ կա քո կյանքում, լավ բան։ Հիմա սիրելիներս, տեսեք, դժվարությունները գողանում են մեր ուրախությունը, բայց մենք ենք որոշում, տանք ուրախությունը, թե չտանք։ Եթե Աստվածաշունչը ասում է ամեն բանի մեջ ուրախ եղեք, նորից ասում եմ էլի ուրախ եղեք։ Մի ուրիշ տեղ ասում է ամեն բանի համար գոհացեք Աստծուն։ Ո՞նց։ Հիմա սիրելիներս, մի բան ասեմ ձեզ։ Երբ կորցրել ես մի փոքր բան, ուրախացի, որ չես կորցրել մի մեծ բան։ Երբ կորցրել ես մի մեծ բան, ուրախացի, որ չես կորցրել ամբողջը։ Իսկ երբ կորցրել ես ամբողջը, ուրախացի, որ էլ բան չունես կորցնել։ Ով էլ լսեցի։ Միևնույն է ուրախանալու բան, եթե դու պոզիտիվ ես, հասա դու ուրախանալու, դու կարաս գտնես։ Մի հատ ուրիշ պատմություն անեմ, թանկագիներս։ Էս էլ ինձ թվում է կտպավորի ձեզ, շատ հետաքրքիր պատմությունն է։ Այն որ ասում է Աստված էլ բեթարից ազատի։ Լսել եք, հա։ Ուրեմն երկու երիտասարդ իրանց համար գնում են, երկու ընկեր են։ Մեկ էլ մի գիժ է իրանց դեմ դուրս գալիս, ավտոմատով։ Իսկական գիժ։ Ասում է, այս ճանապարհի վրա լողացեք, թե չէ ձեզ կսպանեմ։ Ինչպես լողավազանում է, իհարկե։ Պետք է sense պարկեն ու լողանան։ Այս մարդը ասում է, ո՞նց այ մարդ, այս ասֆալտի վրա ո՞նց լողանանք։ Ասում է, չէ, կսպանեմ, պիտի լողանաք։ Կեր ինչ անեն, որ կենթանի մնան, ես էլ կլողանայի։ Թե չէ կսպանի։ Սկսում են լողանալ։ Լողանում են, լավ sense ջարդու խուրտ են լնում, ոնց որ պապին լողացավ մի երկու օր առաջ։ Ասֆալտի վրա գցվել էր։ Հիմա տեսեք թանկագիններս, ասում է լավ վերջ, հերիքա, տենմա արդեն վրեն խիղճը ազդում, հա, տենմա sense արունն է շատ դուրս եկել, որտեվ շատ ադուշ էին լողանում, sense ճիգարով էին լողանում։ Ասում է լավ հերիքա, էլ գնացեք, չի սպանում։ Հելնում են, տես կոտրված գնում են, այս մինգերը, որ աշկիս քրիստոնյա է ելնում։ Այն մեկը բողոքվում է, ես դեր ասում ծնենցը, այսով էր, այս ինչ էր, և այլն, այն մեկն էլ ասում է, պարքեզ աստված ժան, էժան պրծանք։ Այդ ասողն է ասում, քրիստոնյա է աստատ,
Ասում եմ, այս բողոքող ընկերը նայում ասում եմ, խելառ է էսի, ոնց է ժամ բրծակ, արուլում եք եղել։ Ասում եմ, էլ ինչ պետք է անել, որ ասում եմ, Աստված էլ բեթարից ազատի։ Ասում եմ, բա որ ասեր սկեք։ Ինչ ենք անելու։ Ճիշտ է ասում։ Ես որ ասում եմ ամեն բանի համար գոհացեք Աստծուն։ Իրական թանկագինս, գիտեք, եթե մեր կյանքի մեջ մի պահ կա, որ մենք նեգատիվ ենք, յուրաքանչյուր բանի վրա մենք կարանք թերություն բռնենք։ Յուրաքանչյուր աղը խես քիչ գցե, շատ գցե։ Ամեն ինչի վրա։ Եթե դա քո ներսում կա, էլի հասկանաս, բայց եթե դու աստվածային դիրքով ես, դու մտածում ես ինչ անես, որ ամեն բան լինի կատարյալ։ Ամեն, թե չէ Աստված տենում է։ Այնպես բաներ կանի գլխիդ։ Հալելույա։ Գիտեք թանկագիներս, Հիսուսը չասեց, որ կա շատ բարդ հոգսեր, մեկ էլ կա թեթև վատ հոգսեր։ Դե, երբ որ Հիսուսը հիշում եք, անցած շաբաթ կարդացինք, եթե չես Մատթեոս 6-րդ գլուխ կարդա։ Ինքը չներկայացրեց բարդ հոգսեր, անլուծելի, ամեն մեկս մեր խնդիրներն ունենք։ Ամեն մեկս մեր հոգսերն ունենք։ Բայց լուծողը մեկն է, սիրելիներս։ Ես չեմ կարա քո հոգսերը տանեմ, դու չես կարա իմը տանես։ Ամեն մեկս մենք ունենք մեր կանչվածությունը։ Ու փառք Աստծո դրա համար։ Ու գիտեք, մենք չէ, ինքն է այդ անողը, ինքն է տանողը։ Հիմա ես ու դու որոշում ենք, էդի տանք իրան, թե չտանք։ Իր համար էդի մեկը։ Իր համար չկա շատ բարդ ու թեթև։ Հոգսը հոգս է։ Ու Մատթեոս 6-րդ գլխի 27-րդ խոսքը ինչ ասում։ Ձեզանից ով կարա հոգալով իր հասակի վրա եւս մի կանգուն ավելացնել։ Կարանք թանկագիներս, շատ զորենք, հոգս անենք մեր կարիքների համար։ Ու ինչ որ մի բան փոխվի։ Ով կարա այտենց։ Կարանք։ Չենք կարա։ Չենք կարա։ Ամենաշատը որ կարաս այդ զորելուց կարա ճնշումդ բարձրնա։ Всё։ Ու всё, վատը զգաս քեզ։ Բայց երբ որ Հիսուսը նորից ընդ Մատթեոս 10:19-ում ասում է, երկուսը միասին լինեն ու խնդրեն, երկուսը միասին լինեն ու խնդրեն, աղոթքը փոխում է հարց։ Աղոթքը հոգսի լուծումը տալիս ասում է, երկուսը միասին որ խնդրեն, ով կանի։ Հայրը երկուսին լսում է, թանկագիներս։ Դրա համար սիրելիներս, որպեսզի ընտանիքում չլինի երջանկություն, որպեսզի ընտանիքում չլինի լիություն, սեր, խաղաղություն, ուրախություն, արդարություն, Աստծո ներկայությունը, Սատանան ամեն բան անում է, որ երկուսը միասին չլինեն։ Հանկարծ մարդուկին իրար ձեր չբռնեն ու ասեն, Տեր, կարիք ունեմ մեքենայի, ինձ մեքենա տուր։ Գիտես, լսում է Աստված։ Այս միաբան, անես չէ, որ ես քո այդքան էլ համաձայն չեմ, բայց որ մեզ ավտո է պետք արի իրար հետ համաձայնվենք։ Բայց որ մենք պետք է պարտքերից դուրս գանք, արի իրար հետ համաձայնենք, բայց այն հարցում ես քո հետ այդքան էլ համաձայն չեմ։ Չէ, թանկագինս, այստեղ Աստծո մոտ է, այս խաղերը չի այդում։ Չի անցնում։ Աստծո մոտ պետք է մաքուր լինի։ Անկեղծ լինի։ Ու գալիս ես սիրելիս։ Դու գիտես միջև ձեր բռնել է, դու այդ պայմանը պետք է ստեղծես։ Չսիրված մարդը գիտես ով է, ով իրան սիրել չի տալի։ Այդպես մարդ չկա, որ չսիրված կարա մնա, թանկագինս։ Պրոստը դու պետք է նենց անես, երբ որ դու նեգատիվ ես անում, դու վանում ես քեզանից սերը։ Երբ որ դու աստվածային դիրքից ես անում, հնարավոր չի քեզ չսիրեն, դա Աստծո խոսքն է ասում։ Եփեսացիների 5-րդ գլխի 3-րդ խոսքից Вообще-то ինչ 4-րդ խոսքն է, բայց որպեսզի իմանանք ինչի մասին է խոսքը, պետք է կարդանք 3-րդ խոսքից, թանկագիներս։
Օրնկության ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին։ Թանկագիններս, բաներ կա, որ նույնիսկ դրա անունը պետքա չտրվի սուրբ ընտանիքների մեջ։ Հաջորդ խոսքը, որովհետև ինչպես նաև գրեհիկ կամ հիմար խոսքերը կամ խեղկատակությունը նույնիսկ այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ Թանկագիններս, վատ բառերը օգտագործել տան մեջ ընտանիքի անդամների հանդեպ, էսի Աստծուն հաճելի չի։ Էսի պղծությունն է, էսի օրնկությունն է, էսի Աստծուն հաճելի չի։ Իսկ որտեղ կա պղծություն, ընդ Աստված չկա ու իր ներկայությունը չկա։ Ու նույնիսկ շատ հաճախակի թանկագիններ, չգիտես խի մեկ էլ տենում է զույգերի, որ հանդիպել եք, չէ՞, sense բայ, որ տղամարդը մթոմ կատակ անում կնոջ վրա, հա, ու բայց սարկազմը ինքը չի բարձրացնում իր կնոջը, ցածրացնում է իր կնոջը։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Ես արու եւ եք հարաբերությունների մասին եմ խոսում, թե ուրիշ։ Բայց էդի Աստծո դուրը չի գալի։ Նույնը կարա կինը անի։ Կինը կարա նստի իր ընկերուհու հետ կամ ամուսնու հետ, խոսա իր մարդուց, իր գլխից։ Էսի քանդում է ներքին կապը, ներքին միաբանությունը։ Ու դրա համար որ հետո որ գալիս ես դու ինչ որ մեկի մոտ, ինչ որ մամայի մոտ զոքանչ կամ կիսուր կամ չգիտես, ինչ որ մեկի մոտ դու խոսացել ես քո կնոջ մասին, հետո գալիս ես որ իր ձեռը բռնես իր հետ աղոթես, մթոմ ամեն ինչ լավ է։ Դու ասում ես այդ բառերը, ոնց որ Աստվածաշունչն ասում է պղինձը կզնգա։ Հասկանես, որովհետև ներսդ մի բան է ինչի, ներսդ ինչ որ բան խառն է, քանդված է։ Ամեն։ Դրա համար սիրելիներս բաներ կա, որ ամոթ է, որ մենք դրա մեջ լինենք որպես սուրբ մարդ։ Խեղկատակություն, այդ սարկազմը պետք չի, զույգերի մեջ պետքա չլինի, ոչ երեխա ծնող, ոչ ծնող երեխա, ոչ էլ զույգերի, ոչ էլ երեխաների իրար հանդեպ։ Ու շատ ասում է, քուր ու աղբեր են, գել ու գազեն են։ Հա, շուն ու կատու են, ոնց են ասում քուր ու աղբորը, որ իրանք պետքա միշտ իրար բան անեն, նեղացնեն, իրար անպատվեն, վիրավորեն։ Չէ, դա աշխարհի մարդկային ձևն է, բայց Աստված այտենց չի ասում։ Քուր ու աղբերը իրար պիտի հարգեն, քուր ու աղբեր։ Իրար պիտի սիրեն։ Ու գիտեք ինչ է, ոնց է ես ստիպում, որ իրար սիրեն, որ իրար նեղացնում են, որ կանգնեն իրար առաջ, նայեն իրար աչքերի մեջ, ներողություն խնդրեն, փաթաթվեն իրար ու իրար պաչեն, որ ամեն ինչը քանդվի ու կոտրվի։ Ու իրանք գիտեն, որ դա շատ դժվար է անել, մյուս անգամ չեն կռվում։ Որովհետև շատ դժվար է նայել քրոջ կամ աղբոր աչքերի մեջ, ներողություն խնդրել ու այնց անել, որ դա անկեղծ լինի, չէ՞։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ 8-րդ խոսքը, հենց այնտեղ մնանք, Եփեսացիների 5-րդ գլխի, քանի որ թեպետ մի ժամանակ խավար էինք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պես ընթացեք։ Թանկագիններս, կարող է առաջ ինչ որ խավարի մեջ ենք եղել, բաներ կա չենք իմացել, թույլ ենք տվել։ Բայց այսօր, որ մենք գիտենք ճշմարտությունը, մենք գիտենք ճիշտը, մենք դրա մեջ պիտի լինենք ու դրանով ընթանանք։ Չեմ ձանձրացնում, շատ եմ մանրացել։ Ավեսա, ամեն, Երանի ինձ ու քեզ, ամեն, Երանի ինձ, որ ձեզ ունեմ, Տերը օրհնի, օրհնված եմ ձեզանով, փառք Հիսուսին ձեր համար, փառք Հիսուսին ձեր համար, փառք Հիսուսին ձեր համար։ Հիմա տեսեք 19-րդ խոսքում ասում է, թե ոնց անենք ու ինչ անենք, սիրելիներս։ Էսի ընտանիքում, էսի զույգերը պիտի անեն, մարդ ու կին, երեխաներով, միմյանց հետ, չասում առանձին, կինը գնաց իր սենյակը, Աստված ջան, դու տենում ես իմ ծերտը, պապ ջան, տենում ես դրան։
Երրորդ տարին է նույն կոշիկն եմ հագնում։ Տենում ես չի հասկանում ինձ, որ նորն է պետք։ Հասկանում եք, էսի չի ասում, էսի չի ասում։ Ասում եմ միմյանց հանդեպ, միմյանց հետ, իրար հետ մարդուկին սաղմոսներով, օրհնություններով, Աստծուն գովաբանելով, հոգևոր երգերով խոսեք ու ձեր սրտերում Տիրոջը երգեք ու սաղմոս ասեք։ Այսինքն, էսի պետքա չլինի ձևական, թանկագիններս, մեր հարաբերությունը կին տղամարդ, հարաբերությունը, ընտանիքի հարաբերությունը պետքա չլինի ձևական, պետքա լինի սրտից, իսկական, հալելույա։ 20-րդ խոսքը ու ամեն ժամ, գիտես, երբ որ իսկականն է, քեզի դժվար չի, ուղղակի ցնծաս ասում։ Շնորհակալ եմ քեզ Տեր, որ հրաշալի ժամանակներ ունեմ իմ կյանքիս մեջ։ Հրաշալի մարդկանցով եմ շրջապատված։ Օրհնությունն է իմ կյանքը լցված։ Գիտես, որ քո կողքին մարդասպաներ չկան, այնքան լավ է, դա օրհնությունն է քո համար։ Գիտես։ Հալելույա։ Մարդասպաները ես նկատի չունեմ, որ շպագաներով բամբասողներ։ Այդ բամբասողը գիտես, չէ՞, ավտոմատով մարդուց բանա, վտանգավոր է։ Բամբասող մարդը ավտոմատով մարդուց վտանգավոր է։ Որովհետև ավտոմատով կահակրակի փստա, բայց բամբասը որ քո վրա կբամբասեց, կկպնի։ Հալելույա։ Թանկագիններս։ Հիմա տեսեք մի հատ էլ հետաքրքիր բան կարա լինի մեր կյանքում։ Շատ ժամանակ ինչի է կորում մեր ուրախությունը, որովհետև մենք համեմատում ենք։ Համեմատում ենք մեզ։ Գիտես երբ ես համեմատում։ Ինչի է դες։ Երբևիցե դու չես համեմատում։ Իմ օրինակի համար այս շորը ավելի լավն է կամ այս ինչը ավելի լավն է, քան այն մեկին։ Դու միշտ նայում ես թե ումն է ավելի լավը։ Միշտ նայում ես նկարներ, թե ով է որտեղ հանգստանում, ով է որտեղ ինչ ուտում։ Դու չես նայում երբևիցե, թե դու ինչ ես ուտում ու քանի տասնյակ հազարը սոված են, երբեք։ Հասկանում եք, ու սրա մասին էլ Աստվածաշունչը խոսում։ Եփեսացիների հենց այնտեղ 5-րդ գլխի 6-րդ խոսքը։ Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, այսինքն չմոլորացնի ձեզ։ Որովհետև այս պատճառով է Աստծո բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ Թանկագիններս, մենք կարանք Աստծո բարկությունը բերենք մեր վրա, ինչի պատճառով, որովհետև անհնազանդություն արեցինք իրան։ Ինչի համար, որովհետև, տեսեք, երբ որ մենք մեր ուրախությունը, խաղաղությունը, արդարությունը կորցնում ենք, մենք Աստծո ներկայությունը հանում ենք մեր կյանքից։ Ու էսի կարա զայրույթ, Աստծո զայրույթը բերի մեր վրա, որովհետև մենք անհնազանդություն արեցինք Աստծո։ Ինչի համար, ինչ որ մեկին նայել ես ու համեմատել ես։ Ինչ որ մեկին ու գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ դու խաբվել ես, էդի երազելով ինչ որ բանի, էդի այդքան էլ տենց չի, որ դու կարայիր պատկերացնեիր, որ քեզ պետք է որ դու երջանիկ լինես։ Էդի ուղղակի մոլորությունն է, որ տվյալ պահին դու կորցնես քո ուրախությունը։ Ուշադիր եղեք թանկագիններս։ Ուրախությունը նաև մեր կյանքից կարա գնա թանկագիններս Աստծուց հեռանալու պատճառով, մեղքի պատճառով։ Մեղքը ուղղակի կարա օգնի, որ մենք կորցնենք մեր ուրախությունը։ Ու գիտեք Դավիթ թագավորը երբ որ մեղք էր գործել, 51 Սաղմոսը բոլորը լավ հիշում եք, իր ապաշխարության Սաղմոսն է։ Ինքը այնտեղ ինչ ասում, նոր սիրտ, նորոգի մեջ ու օգնի, որ վերականգնվի քո փրկության ուրախությունը։ Հասկանում եք, ինքը մեղքը գործել է, Տիրոջ ներկայությունը գնացել է իր կյանքից։ Ուրախություն չունի։ Գիտեք, մարդը երբ որ բավարարվածություն չկա մարդու կյանքում, ինքը չի կարող ուրախ լինի։ Ինքը կարա հարսանիքին բարի, ինքը կարա ծնունդին ժպտա, ինքը կարա սելֆի մեջ ժպտա, հասկանում եք, բայց լիարժեք ուրախությունը չկա, որովհետև Աստծո ներկայությունը գնացել է։ Ույսես Դավիթը ապաշխարում ասում է. Տեր, վերադարձրու ինձ այդ փրկության ուրախությունը, այսինքն եթե Աստված գնացել է իմ կյանքից, ուրեմն փրկությունն էլ է իմ կյանքից գնացել։ Ապահովություն չկա իմ կյանքի մեջ։ Դրա համար էլ երբ որ ուրախությունը չկա, Աստծո ներկայությունը չկա, որովհետև մեղքը պատճառ է, որ Աստծո ներկայությունը չլինի իմ կյանքի մեջ, ես
շատ բեռնավորված եմ այդ ժամանակ։ Շատ կորած եմ այդ ժամանակ թանկագինս։ Դա պետք չի ծարաբեռնվել ու Դավիթ ինչ արեց։ Ուղղակի ապաշխարեց։ Ներողություն խնդրեց Աստծուն, խոստովանեց Աստծուն ու կանգնեց ոտքի։ Ու Աստված էլ նորոգեց, Աստված էլ բարձրացրեց։ Ամեն։ Հալելույա։ Թանկագիններս, աշխարհը այսօր կարա շատ բաներ տա մարդուն։ Գիտեք, շատ ժամանակ բաներ կա, նես չէ որ ասենք աշխարհի ամեն բանը վատ է։ Ամեն բանը, բաներ կա աշխարհում, որ խոսքի լավ է։ Օրինակ, լողավազան գնալ, լողանալը շատ լավ է։ Չէ՞։ Մի հատ լավ ֆիլմ նայելը էլի լավ է։ Բայց հասկանում եք, դա չի կարա բավարարվածություն տա։ Երկրներ ման գալը, գեղատեսիլ վայրերը ման գալը, ճարտարապետությունները նայելը, բնությունը, ամեն ինչը այդ կարաս դու վայելես, լավ է, բայց ներքին ուրախությունը, բավարարվածությունը, գիտեք, որովհետև մենք շունչ հոգի մարմին ենք, չենք կարող լիարժեք ուրախություն ունենալ, բավարարված լինել, եթե հոգու մասը Աստված չի լրացնում։ Դրա համար սիրելիներս, շատ հաջողությունները, շատ ֆինանսները, շատ փողը, դա չի կարա մարդու ուրախությունը բարձրացնի, բայց լիարժեք բավարարվածությունը, որ շունչ հոգին մարմինը լիարժեք բավարարված են, ինքը կարա լինի ուրախության մեջ, լիարժեք ուրախության մեջ։ Ամեն։ Մարդու սիրտը միշտ ավելին է փնտրում, ավելին։ Ու երբ որ մարդը փորձում է մենակ արտաքինով, նկարներով կամ ինչ որ բան, գիտեք, այսօր այնպես դարում ենք ապրում, անկեղծ եմ ասում, ոնց որ այնպես տպավորությունը, ոնց որ բոլորը ինչ որ մեկի ուզում են ինչ որ բան ապացուցած լինեն։ Ձեր մոտ այնպես տպավորություն չկա։ Բայց երբ որ մարդը մենակ արտաքինով է թանկագինս, ներսը չի լցվում, դա փլուզվում է, դա քանդվում է, այդ դատարկությունը, դա քանդվում է ու դրա համար մարդը ինչ որ նոր բաներ է փնտրում։ Գիտեք, թմրամոլը ինքը միանգամից թմրամոլ չդարձավ։ Ինքը կամած ինչ որ փնտրտուքների մեջ էր, որպեսի բավարարվեր, ու մեկ էլ հասավ այն վերջի ստադիայի թմրամոլության։ Ու Հիսուսը ինչ է ասում, ինչ հոգուտ, որ աշխարհը ձեռք բերես, բայց ինչը կորցնես։ Հոգին կորցնես։ Հոգին է հավերժականություն։ Ու երբ որ մենք ասում ենք, մենք հավերժական արժեքներով պիտի մտածենք ու դատենք, մենք ստեղ է որ պետքա հոգու օգտի մասին մտածենք։ Մենք դրա համար ենք ստեղ հավաքվել, որովհետև մենք հավերժականության արժեքներով հոգու մասին ենք մտածում ու դատում։ Ամեն։ Հալելույա։ Սիրելիներս, Աստծո արքայությունը դա ֆիզիկական թագավորություն չի, կամ աշխարհիկ պետություն չի։ Դա Աստծո իշխանությունն է, Աստծո ներկայությունն է քո կյանքի մեջ։ Եթե դու ուզում ես Աստծո արքայությունը լինի, նրա ներկայությունն ու իշխանությունը քո կյանքում պետք է երբևիցե չպակասի։ Նորից եմ ուզում հիշեցնել, որ Աստծո արքայությունը սիրելիներս ուտելիք ու խմելիք չի։ Հիսուսը մի քանի անգամ հիշում եք ավետարանի մեջ Աստծո արքայությունը ինքը ինչ էր անում։ Մեկնաբանում էր, չէ՞, համեմատում էր։ Ով կհիշի, ինչի հետ էր Զորո ջան։ Մանանեխի հատի հետ, արտում թաքնված գանձի հետ։ Ասա։ Ադամանդի Մարգարիտի հետ, ապրես Մարգարիտի հետ։ Ու ինչա այդտեղ այդ բոլոր օրինակների մեջ ինչ մի հատ հետաքրքիր բան կա, որ Հիսուսը ուզում է որ մենք հասկանանք, որ Աստծո արքայությունը ինքը շատանալու կարողություն ունի, ունակություն ունի։ Շատանալու։ Այսինքն, երբ որ Աստծո արքայությունը քո կյանքի մեջ կա,
Դու չես ճզմվելու, դու չես վերանալու, դու չես դժբախտանալու, էդի քեզ բարձրացնելու է, էդի քեզ երջանկացնելու է, էդի քեզի շատ օրհնություններ է բերելու։ Այդ Աստծո արքայությունը։ Դրա համար է Հիսուս ասում, եթե աշխարհը ձեռք բերես, օգուտ չունես։ Որովհետև ժամանակավոր է ֆիզիկականը, բայց եթե Աստծո արքայություն ունես, դու հավերժություն ունես։ Ամեն։ Ու թանկագիններս ինչա հայտնության 21-րդ գլխի մեջ ինչա ասում Հովհաննեսը, որ Աստծո արքայությունը կատարելությամբ ինքը ներկայացնում է, որ այլևս ցավ չի լինելու, հոգս չի լինելու, լաց չի լինելու, դժվարություն չի լինելու, դժբախտություն չի լինելու։ Սիրելիս, ինչքան էլ այսօր դժվար է քո պայմանները, ինչքան էլ դժվար է ապրուստը Ֆրանսիայում 21-րդ դարում, արժի, որ այդ դժվարությունների մեջ դու Աստծո հետ անցնես։ Արժի, որ այդ դժվարությունների մեջ թողես, որ Աստված կարողանա քեզ օգնի, որ դու կարողանաս անցնես։ Գիտես, երբ որ ուշադիր լսեք, կարևոր բան եմ ասում։ Երբ որ դու սկսում ես հոգ հանել քո խնդիրների համար, դու Աստծուն բերանացի ասում ես մի կողմ, ես իմ հարցերը կլուծեմ։ Բայց երբ որ դու խնդրում ես Աստծուն ու միաբան բռնում ես քո կնոջ կամ քո ամուսնու ձեռքը կամ քո երեխայի ձեռքը բռնում ես ու ասում ես Հայր, խնդրում եմ օգնի։ Խնդրում եմ օգնի։ Հայրը լսում է ու պատասխանում։ Ամեն։ Ու սիրելիներս, չկա չափ, որ դու ասես ես արդեն լիովին ամբողջովին ճանաչում եմ իմ ամուսնուն կամ իմ կնոջը։ Եթե դու ցանկություն ունես ու դու այն տղային հիշում եք, որ ասֆալտի վրա այն որ ասում էր Փառք Աստծո, այդ տիպի մտածեք, այսինքն պոզիտիվ մտածեք, դուք միշտ կփնտրեք հետաքրքրություն ձեր կեսի մեջ ու նոր բացահայտումներ կանեք։ Անկեղծ եմ ասում, 33 տարի ճանաչում եմ կնոջս, 31 տարի ամուսնացած ենք, 33 տարի ճանաչում եմ նրան, դեռ ճանաչում եմ։ Վերջերս նոր բացահայտում եմ արել։ Ասեմ, ինքը իմ կեսը չի, ինքը իմ լրիվն է։ Հասկանում եք, սիրելիներս, էսի քո դիրքից է, քո սրտի դիրքից է, քո որոշումից է, ու չկա վատ մարդ, կա վատ մտածել։ Երբ որ Տերը օգնում է, մենք փոխենք մեր մտածելակերպը, նորոգում է մեր մտածելակերպը, նորոգում է մեր սիրտը։ Աստված ուզում է, որ մենք ուրախ ու երջանիկ լինենք։ Գիտես, մի մարդու կյանքի մեջ որ կա արդարություն, ուրախություն ու խաղաղություն, այս մարդը հաստատ երջանիկ մարդ է։ Հաստատ բավարարված մարդ է։ Հաստատ ինքը լավ կին կլինի, հաստատ շատ լավ տղամարդ կլինի։ Եվ ընտանիքի համար, եւ հասարակության համար։ Ու սրա համար, սիրելիներս, իհարկե մենք անձնական պիտի աշխատանք տանենք ամենքս մեր համար, նաեւ ես պատասխանատու եմ իր համար, ես պատասխանատու եմ իր խաղաղության համար, պատասխանատու եմ իր ուրախության համար, պատասխանատու եմ իր արդարության համար։ Հասկանում եք, ոչ թե միայն իմ, այլ իր, որովհետեւ իմ շարունակությունն է, որպեսզի ես լինեմ ամբողջական, լրիվ, չէ՞, որովհետև Աստվածը տենց ուզեց, երբ որ մենք ամուսնացանք, մենք դարձանք լրիվ, ամբողջական։ Դրա համար ես պարտավորվածություն պիտի հասկանամ, որ ինքը իմ ոնց են ասում, կոնտր թշնամին չի ինքը իմ հակառակորդ կողմը չի, որ դիրքավորվեմ կնոջս դեմ, իմ իշխանությունը եւ այլն, այլ իմ իշխանությունը նրա մեջ է, որ ես հոգ անեմ իր համար, բարձրացնեմ իրան։ Ու գիտես, երբևիցե թանկագինս, երբևիցե քո կեսին, որ Տերը տվել է քեզ այդ շնորհքը, որ դու իր հետ ամուսնանաս, դու իր հետ ընտանիք կազմես, երբևիցե մի վախեցի իրան բարձրացնես։ Ինչքան իրան բարձրացեցիր, այնքան Տիրոջ աչքի մեջ բարձրանալու ես։ Գիտես խի,
որովհետև ումը որ դու բարձրացնում ես, դա իր զավակն է։ Գիտես, սիրված փեսան, ով որ զոքանչի աղջկան լավ է նայում։ Գիտեք, սիրված հարցը, ով որ իր տղային լավ է նայում։ Մենք Աստծո զավակներ ենք։ Աստված թույլ տվեց, որ ես իր դստեր հետ իմ կյանքը կապեմ։ Ու ես պատասխանատվություն ունեմ, որ Աստծո դստերը միշտ բարձր պահեմ։ Մի հատ էլ պատմություն անեմ ու իրար հետ սիրելիներս աղոթքի կանգնենք։ Եթե չես ստացել այս վերջի պատմությունից հաստատ կստանաս։ Չէ, ես վստահ եմ, որ շատ հայտնություններ ունենք, Տերը օրհնի, որովհետև ինքս էլ օրհնված եմ այս խոսքով։ Ուրեմն այս առյուծը մեկ էլ ցուլը հանդիպում են իրար հետ նարդի խաղալու։ Լսել եք երևի շատ։ Ով չի լսել։ Ով չի լսել, իրանց համար եմ պատմում։ Ով էլ լսել է, թող ջուր խմի, լավ։ Ուրեմն ցուլն ու առյուծը հանդիպում են նարդի խաղալու, նստած են գերական նարդի են խաղում։ Մեկ էլ իմ կյանքում էս եղել է, անկեղծ ասում իմ կյանքի մեջ եղել է։ Ուրեմն մեկ էլ այս ցուլի կինը զանգում է, վերցում է կնոջ հետ սենց կոպիտ, աղջիով, արհամարական, в общем, խոսում է, ադբոյա տալի, մեկ էլ առյուծի կինն է զանգում, վերցում է այս առյուծ արքան, հա կյանքս, հա սերս, իհարկե, անպայման, լրիվ քո ասածով եղավ, ես էլ քեզ եմ շատ սիրում ու դնում, հա, մեկ էլ այս ցուլը սենց զարքցում է, ասում, առյուծ ախպեր, բաս ասում է քեզ կնոջդ հետ ես խոսում, էլ այդ ոնց ես խոսում, ասում է լսի, դու կովի հետ ես խոսում, ես թագուհու, գիտես, եթե դու քո կնոջը կով ես տենում, դու իրան կարաս ոնց ասես խոսես, բայց եթե քո կինը թագուհի է, ուրեմն դու ով ես, թագավոր, Էսի շատ կարևոր ասա, սերնես, եթե դու ուզում ես թագուհի լինես, քո մարդը ով պիտի լինի, թագավոր, գիտեք ընդ Պետրոսը առաջի թղթի մեջ ինքը հիշացնում ասում է, Սարան իր ամուսնուն այնքան էր հարգում ու պատվում ու բարձրացնում, որ Տեր էր ասում, ու գիտեք ինքը ինչ շնորհք ունեցավ Աստծո առաջ, այդ ամուսնուն հարգելու շնորհիվ, պատճառով, որ ինքը ազգերի մայր դարձավ, հասկանում եք, դուք չգիտեք Աստված ինչ մեծ ծրագրեր ունի ձեր կյանքի մեջ, որպես կին, որպես տղամարդ, որպես ընտանիք, ու գիտեք, որովհետև դուք այն պայմաններով եք ապրում, որ Աստված է ասել, որ Աստված է պատվիրել, այսինքն ուրիշ բառերով ասեմ, որ Տիրոջ պատվիրանների մեջ եք, Տիրոջ խոսքով եք ապրում, դուք կարող եք լինել մեծ ծրագրերի հեղինակներ։ Ամեն, Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Թանկագիններս, օրհնված լինեք բոլորդ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, միասին ենք եւ վայելեցինք այս հրաշալի խոսքը ու ժամանակը միասին։ Բայց հիմա պիտի խնդրեմ ոտքի կանգնեք, միասին աղոթք կանենք։ Ես գիտեմ, որ Փառք Հիսուսին մեր եկեղեցին շատ ոնց ասած ընտանեկան եկեղեցի է, ու ես գիտեմ, որ դուք շատ եք արժեքավորում ընտանեկան հարաբերությունները, ու մտածում եմ, որ իզուր չի, որ Աստված սրա մասին խոսում է, որովհետև ես ուզում եմ, որ իմ եկեղեցին օրհնված լինի, ես ուզում եմ, որ սիրելիներս, մենք Աստծո առաջ ենք ապրում, մենք ինքներս մեզ կարանք ինչ-որ տեղ, ինչ-որ բանի մեջ խափենք, բայց հաստատ Աստծո չենք կարա,
Ու դրա համար, որ մենք Աստծո առաջ անկեղծ լինենք, հաստատ իրար հանդեպ էլ անկեղծ կլինենք։ Ու ես ուզում եմ, որ բոլոր ընտանիքները օրհնված լինեն։ Ու դրա համար մենք հաջորդ ծառայությանը անպայման աղոթելու ենք բոլոր ընտանիքների, հայր, մայր, երեխաներ, բոլոր ընտանիքների համար։ Եթե ընտանիքում կան մարդիկ, որ ուզեն գան, չեն եկել ոչ մի անգամ եկեղեցի, թող գան այդ օրը մենք այդ օրը իրանց համար կաղոթենք։ Ուղղակի այդ մի անգամ ասեք, արեք թող ով օրհնի ձեզ։ Դա ես չեմ օրհնում, դա Աստված է օրհնում։ Աստված է դա արել, թանկագինս։ Դա մարդը չի մտածել։ Գիտեք, որ առաջներում եկեղեցին է թուղթ տվել ամուսնության։ Գիտեք, Զաքսի թուղթ չի եղել, եկեղեցին է հաստատել ամուսնությունը։ Լավ, ինչևից է։ Եկեք աղոթենք Աստծուն։ Փառք ես Տեր, շնորհակալություն քեզ, գոհանում ենք քեզանից, մեծարում ենք քո սուրբ անարատ անունը եւ շնորհակալ ենք Տեր Աստված այս հրաշալի խոսքի համար, գոհանում ենք քեզանից Տեր եւ ամենազոր արքա ես խնդրում եմ ամեն մեկ մարդու համար Տեր իմ Աստված, որ այստեղ է գտնվում, ամուսնացածներ, չամուսնացածներ, երեխաներ, Տեր իմ Աստված, ծերեր, միայնակներ, բոլորի համար եմ խնդրում զորեղ արքա, փառած Տեր, դու կարող ես եւ դրա համար եմ ես քեզ խնդրում, աղաչում եմ քեզ, աղաչում եմ քեզ, Հայրին, որ երկնքում ես, աղաչում եմ քեզ, որ ամեն մեկ մարդու վերադարձնես իր զորավոր ուրախությունը Տեր, իր սրտի խաղաղությունը վերադարձնես Տեր իմ Աստված։ Սուրբ Հոգի, ես խնդրում եմ, որ ամեն մարդու սրտի ու մտքի հետ աշխատանք անես, որպեսզի ոչ մի հոգս չկարողանա բացասական ազդեցություն թողի, որ իմ գանձ եկեղեցու անդամները կորցնեն իրանց կատարյալ ուրախությունը։ Խնդրում եմ քեզ, Սուրբ Հոգի, աշխատանք անես ամեն մեկի հետ, որպեսզի նրանք պաշտպանված լինեն եւ իրանց հույսը դնեն Հայր Աստծո վրա։ Խնդրում եմ քեզ, Սուրբ Հոգի, սովորացրու իրանց եւ մկրտի քո խոսքի ու կրակի մեջ, որպեսզի նրանք հավատարիմ լինեն իրար եւ Աստծո։ Փառք եւ գոհություն, շնորհակալություն քեզ, Տեր։ Մեծարում ենք քեզ, գոհանում ենք քեզ, պաշտում ենք քեզ եւ շնորհակալ ենք, որ դու մեզ պատիվ ես արել, որ մենք այսօր կարող ենք մենակ չլինել այս երկրի վրա, այլ մեր կողքին մեր նմանին ես դրել, որպեսզի մեզ լավ լինի։ Փառք եւ շնորհակալություն եւ գոհություն քեզ։ Մենք բարձր ենք գնահատում քո բոլոր արածները, Տեր Աստված, եւ գոհանում ենք։ Հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Օրհնված եք գանձեր։ Ունեք հայտնություններ։ Հրաշալի է, փառք Հիսուսին։ Ես գիտեմ, որ այս ինչ որ դու լսեցի, երբ որ գործի դնես, հաստատ կրկնակի, քառապատիկ, հարյուրապատիկ դու օրհնված ես։ Գիտես, Աստվածաշունչը ասում է 30-60-100% օրհնությունների մասին։ 30%, 60%, 100% օրհնված կլինես, ինչքան որ դու գործի դնես։ Անպայման ամենքս մեր վրա աշխատանք տանելով մենք կլինենք բոլորս Աստծո նման։ Ամեն։ Փառքին։ Թանկագինես միջև կվերցնեք օրհնության խոսքերը, խնդրում եմ, ինձ Վահե աղբերը զանգեց, ում մայրիկը մահացել էր։ Իրա հարցակում է եղել իրա վրա, մեջքը բռնվել է, չի կարողանում քայլի, ոբշեմ, նստի, պարկած վիճակ է, զանգեց ինձ, խնդրեց, ասեց, խնդրում եմ եկեղեցու հետ իմ համար աղոթեք։ Ու գիտեք, պիտի խնդրեմ ձեզ, որ մենք միասին աղոթենք։ Ես իր համար աղոթեցի, օրհնեցի, բայց ինքը խնդրեց, որ եկեղեցու։ Ընդունեց իմ աղոթքն էլ, բայց մենք միասին պիտի աղոթենք։ Ամեն։ Եկեք միասին բարձրացնենք մեր աղբորը։ Ամենազոր արքա, փառած Տեր, մենք բարձրացնում ենք քո առաջ մեր եղբորը Վահեին, Տեր իմ Աստված։ Տեր իմ Աստված, նրա մարմինը բերում ենք քո գահի առաջ, դնում ենք քո զոհասեղանի վրա, Տեր, եւ խնդրում ենք Տեր Աստված քո բժշկությունը, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք զորեղ արքա Սուրբ Հոգի, թող գա քո տաքությունը, քո կրակը թող նրա մեջքի վրա, նրա ողնաշարի վրա, Տեր իմ Աստված, եւ ամենը կարգավորվի, Տեր Հիսուսի անունով, մկանները, նյարդերը, ոսկորները, Տեր իմ Աստված։ Մենք խոսում ենք քո կատարյալ բժշկությունը, հռչակում ենք քո կատարյալ բժշկությունը Վահեի վրա, Տեր։ Հենց հիմա Հիսուս Քրիստոսի անունով, հավատքով, Տեր իմ Աստված, խնդրում ենք ու հռչակում ենք Սուրբ Հոգի, կպիր Վահեին եւ բժշկի եւ զորացրու նրա մեջքը, Տեր իմ Աստված։ Հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու
Ամեն։ Եվ Տեր Աստված խնդրում ենք, որ քո մխիթարությունը կատարյալ լինի նրա սրտի մեջ, Տեր իմ Աստված։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ, հա, մոռացել էի, կարևոր բան ունենք անելու։ Դե բարձրացա քո ձեռքերը, որ այս օրհնությունները գան քո կյանքի մեջ։ Տերը օրհնի քեզ եւ պահի քեզ։ Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ խաղաղություն տա քեզ։ Հիսուսի անունով։ Ամեն, ամեն։ Ամեն։ Թանկագին եկեղեցի, եկեք միասին ասենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ մեր Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը մեր բոլորի հետ լինի։ Ամեն։ Մնացեք Տիրոջ խաղաղության մեջ, թանկագիններս, Աստված օրհնի բոլորին։